Պատկերացրեք, սկսում եք մի հատ պրոյեկտ, որի մեջ լրիվ առաջին անգամ եք, ուտեղ պետք է ոչ թե մեկ մասնակցություն, այլ 10-15 տարբեր մասնակցություն է, ոչ մեկը ոչ մի անգամ առաջ չկա։ Պատկերացրեցիք, դե հիմա ասեք տեսնեմ այդ պրոյեկտը արագ կարա լինի, թե ոչ։ Գիտեմ, որ շատերը նույնիսկ նայելուց եք հոգնել, մտածելով լավ էս տղեն ավարտողը չի, ինչ որ տեղ է նաև հեգնում եք ասելով բա 10 տարի է սարքում ես։ Անկեղծ էս ամենի մեջի մեղավորությունն էլ կա, որ մինչև որոշ եմ մարացել ներկայացրել, թե ինչ է նշանակում մենակով ավտոտուն սարքել։ Ու հա, այս ուղղակի մեքենա հավաքել չէ, այս մի հատ պրոցես է, որտեղ մեկ մարդը պետքա լինի ինժեներ, մեխանիկ, էլեկտրոնշիկ, էներգետիկ, նյութագետ, սվարչիկ, մի քանի մասնագիտություններ դուք թվեք ու հա, օպերատոր, վիդեոմոնտաժող, որպես այս ամեն ինչը ճիշտ կարողանա նկարանել եւ ձեզ ներկայացնի։ Իսկ ես այս ամենը մտածում իրականացնում եմ մենակով, ոչ համապատասխան պայմաններում եւ առաջին անգամ։ Բայց այդ ամեն ինչի գինեն է, որ լիքը անգամներ սխալվում ես, հետո սկսում ես այդ սխալները ուղղել։ Ճիշտ է, ինչ որ տեղեր էլ բախտից բերում է պապան է կարողանում ճիշտ ուղղություն ցույց տալ, որոշ տեղեր գտնում են բարեխիղճ ընկերություններ, ովքեր որ իրենց գործը յոլա չեն տանում, ոնց որ այս անգամ ներկելու հետ կապված ունեմ քրաունի պես գործընկեր, ովքեր որ չալարեցին եկանացան այստեղ, որպեսզի ինձ ճիշտ ուղղություն ցույց տան, որպեսզի հետագայում խնդիրներից խուսափեմ։ Թե ինչ ենք խոսացել քննարկել, պատմեմ մյուս տեսալուբակում, դրա համար չմոռանաք սեղմել հավանելի եւ բաժանորդագրություն